Սպասված, բայց անսպասելի այցով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենը կրկին ձեռնարկության արտադրական տարածքում էր։ Հավատարիմ մնալով ընկերության աշխատակիցների հետ անձամբ հանդիպելու խոստմանը եւ տեղում խնդիրներն արձանագրելու քաղաքականությանը, Ռոման Խուդոլին հերթական անմիջական շփումն ունեցավ հանքագործների հետ։ Օրվա առաջին հասցեն Կապանի բազան էր։ Մոտ կես տարի առաջ ենք հանդիպել, հարցերն ընդամենը 9 էին, որոնց մի մասը քննարկել ենք, մի մասը դեռ լուծման կարիք ունի։ Բազայի վերակառուցումը կարևոր է, պահեստային տարածքները ենթակա են վերանորոգման, բայց դրա համար ավելի շատ ժամանակ է հարկավոր։ Նաև աշխատավարձի եւ տարակարգի հետ կապված հարցեր կային։ Եթե այլ հարցեր ունեք, բարձրաձայնեք։ Մենք անհապաղ կփորձենք լուծում տալ։ Փակ ծածկեր լինեն, որպեսզի ձմռանը, ամռանը մարդիկ կարողանան իրենց հանգստյան 5 րոպեները հանգստանան կամ ծածկի տակ կանգնեն։ Տարածք առանձնացրեք, գնեք տնակները եւ այն ամենն, ինչ անհրաժեշտ է։ Հանգստի սենյակներ, տելիքի պատրաստման սենյակներ, մեր կապալառու հետ պայմանավորություն ունեցավ, մինչև տարվա վերջ ամբողջությամբ պետք է արվի։ Այսինքն ստեղ էլ կգան, սաղ կանենք, դա ընդհանուր պլանի մեջ, եթե տեղյակ եք, գիտեք արդեն վերևը հանքում, ֆաբրիկայում, դրաբյուլկայում արդեն իսկ վերանորոգվում ամբողջությամբ։ Ուղղակի սաղ տարածքը արվելու է կոմբինատի, կապ չունի Կապանի բազանա, թե հանքնա։ Աշխատակիցները կարևորում են ղեկավարության հետ անմիջական շփումը, նշում բարձրաձայնած հարցերը ժամանակի ընթացքում լուծում են ստանում։ Արդեն զգացված է, արդեն անմիջական ղեկավարի հետ պրամոշփումը, դա շատ լավ է, դա շատ ազդեցիկ է, ես տենց կասեի։ Հարցը արդեն իսկ բարձրացվել էր, մենք գիտենք, որ նախատեսված էր ասֆալտապատում մեր տարածքում, սակայն բնական պատճառներից ելնելով ասֆալտապատումը դա մեկ օրվա աշխատանք չէ, մենք եւս հասկանում ենք, եւս մեկ անգամ բարձրացվեց հարցը եւ հուսով ենք ել ավելի արագ մեր հարցի լուծումը կտրվի։ Հանքարդյունաբերական հսկայի գլխավոր տնօրենի հաջորդ կանգառը պոչամբարային տնտեսությունն էր։ Տեղամասի աշխատակիցներին այս անգամ հուզում էին արտահագուստի եւ գնումների հարցերը, որոշները նաեւ հանդես եկան առաջարկություններով։ Ներդրել եք այդ արագ գնումները, դա շատ լավ ծրագիր է իմ կարծիքով, որպես այդ ոլորտի պատասխանատու եւ ավելի լավ կլներ իմ կարծիքով, դա ավելի ընդլայն էր, որովհետեւ հեշտացնում, արագացնում աշխատանքային պրոցեսը, այդ մանր գործիքների, դետալների, անհրաժեշտ իրերի գնումը ավելի արագ ու ավելի ճիշտ գնելու համար։ Նոր արտահագուստի համար ծրագրեր կար, որ բարակ մի քիչ ավելի ամառային տեսել եմ, որ որակին լավ բաներ է։ Առաջիկայում հետևողական եղեք, որ նոր արտահագուստ տրամադրեն։ Տեղում կհասկանաք, որքանով է հարմարավետ, որևէ բան փոխելու կարիք կա, թե ոչ։ Աշխատակիցների խոսքով իրենց ոգևորում է ղեկավար կազմի անմիջականությունը։ Շփման այս ձևաչափը գոհացուցիչ է։ Աշխատավարձի բարձրացում եղել է, զգալիորեն կա տարբերություն, ֆորմատների հետ կապված խնդիրներ կային, լուծվել է։ Հանդիպումից հանդիպում հարցերը նվազում են, առաջընթացը զգալի է, ոգևորված արձանագրում է ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ Բոլոր հարցերը մեր վերահսկողության տակ են, որոշների լուծման համար երկար ժամանակ է անհրաժեշտ, ինչպիսին վերակառուցումն է։ Կան խնդիրներ, որոնք տասնամյակներով չեն լուծվել։ Մնացածը կախված է մեզնից։ Ձգտում ենք օպերատիվ կերպով լսել կոլեկտիվին, նրանք էլ մեզ։ Աննա Մելքումյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք լուրեր։